Այսինքն մասնագետը բույսին մոտեցել է։ Ցավոք սրտի առանց հասկանալու, որ այստեղ ունենք շատ մեծ տրավմա։ Հիմա նայեք, կանաչապատման հիմնարկը, այսպես բաներ Երևանում շատ ունենք, ու ցավոք սրտի սա իրականացնում է Երևանի կանաչապատում եւ շրջակա միջավայրի հիմնարկը, որը համարում է իրեն բարձր դասի պրոֆեսիոնալներ։ Սոսիները տնկել են 21 թվականին, տեսնում եք ինչ ծառեր են դարձել, հիմա դրել են ինչ-որ մի բան, որ ծառը կարողանան ուրեմն դիրքը ծառի նորմալ պահեն եւ ձևավորեն։ Հասկանալի է, որ սենց հնարավոր չի դա անել, եւ հիմա եթե մոտիկից նայեք եւ ես սա սկսեմ կտրատել, դուք կտեսնեք, որ սա մտել է բույսի մեջ, փայտը մտել է բույսի մեջ եւ հիմա եթե քանդել տանք, կտեսնեք, որ այստեղ մեծ վերքի մակերես է առաջացել։ Նայ, տեսնում ես։ Արդեն այս փեդից, տեսեք, դուրս է գալի, վաղը ասելու են հիվանդացել է, իսկ ինչի հիվանդացավ, որովհետև մենք մեռուկացած հյուսվածքով ինչ-որ մի բան, բերել ենք, կպցրել ենք ծառին, տեսեք, խնդրեմ, դրել ենք ծառի տակ եւ այստեղ արդեն խնդիր ենք առաջացրել, գույնը փոխված, հեսա երբ որ սա կհանենք, կտեսնեք ինչ վիճակում է գտնվում։ Հիմա նայեք, ես սա քանդում եմ, ուղղակի ձեր աչքի առաջ ցույց տալու համար, թե ինչ վնաս է տվյալ դեպքում բույսին հասցված։ Հիմա տեսեք, թելերը մտած մեջը, երևում է, չէ, որ հյուսվածքը վնասված է, այստեղից հյութաշարժը խաթարված է։ Հիմա սա արդեն բույսը ընկալել է ոնց որ պատվաստի նման սա մտել է մեջը եւ սերտաճել է ծառի հետ։ Հիմա սա պետքա շատ նուրբ ձևով հեռացնել, մաքրել, տեղը մշակել, սա ոնց կարա պահի ծառը։ Երբ որ պլատանը արդեն իրանից կրկնակի անգամ ավելի մեծ է։ Ուղղակի այնա, որ ես սա տեսա, որովհետև իմ սիրտը ցավում է։ Իսկ մարդիկ այդտեղ կատարում են ինչ-որ աշխատանք, որտեղ կատարում են։ Արի այստեղից նայի մի հատ ինչա կատարվում։ Խնդրեմ, տեսնում ես, այսա մտել է մեջը հյուսվածքի եւ այստեղ վերքեր, թելա անջատում ենք, հլնայի ինչա կատարվում, այստեղ տեսնում ես ինչա կատարվում։ Հիմա ես խնդրանք սա մասնագիտական կառույցին գալ, մասնագիտական օգնություն ցույց տալ ծառին։ Հիմա քանի որ կանաչապատման հիմնարկի մասնակից ներկայացուցիչները այստեղ էին, իրանց հենց աչքի առաջ հեռացրեցինք այս ուրեմն պահող հին մեռուկացած ուրեմն նաև բանով միջատով փայտը եւ այստեղ տեսեք ուզեցել են անել լավ բան, բայց իրականում ինչ են արել։ Իրականում ուղղակի ծառին շատ մեծ վնաս են պատճառել։ Հիմա այստեղ պետքա վերքը մաքրել, ոնց որ մարդու մոտ են անում վերքը, բույսերի մոտ էլի նորից վերքի մակերեսը պետքա մշակվի, եթե տեսնում եք, այստեղ կենթանի հյուսվածքն է, էլի, այստեղ արդեն վնասվածքի հատվածն է, նորմալ ձևով մշակեն, համապատասխան պրեպարատով ուղղակի փչեն եւ այսօր աշխարհում արդեն ոչ մի ներք, բան, ոչ մի այդպիսի բաներ չեն քսում, որովհետեւ գիտությունը ապացուցել է, որ դա այդ բաները, այգեգործական զամասկանները, բաները, այդպիսի բաներ պետք չի անել։ Եվ ուղղակի պետքա որ մասնագիտական կառույցը, երբ որ ծառերին մոտենում է եւ ինչ որ գործ է անում, հասկանան, որ այսպիսի բաներ թույլ տալ չի կարելի։ Տեսեք, ես առաջի անգամ մտա, ես անմիջապես տեսա, որովհետեւ ես գիտեմ, որ բույսի համար սա խնդիր է։ Մարդիկ ամեն օր 2022 թվականից ի վեր մոտեցել են այս ծառին եւ սա բացարձակապես ոչ մեկին չի անհանգստացրել։ Այստեղ հեռացրել են ճյուղը, տեսնում եք։ Այստեղ ճյուղը հեռացրել են, վերքը մշակել են, բայց այստեղ էս ահռելի մեծ խնդրեմը չեն նկատել եւ թող ինձ չասեն, որ չեն արել, որովհետեւ այս մշակումը հենց իրանք են արել եւ այստեղ տարածքում էլի կան ծառեր, որոնք որ ձևավորել են։ Այսինքն մասնագետը բույսին մոտեցել է։ Ցավոք սրտի առանց հասկանալու, որ այստեղ ունենք շատ մեծ տրավմա եւ պետքա հեռացնել այդ փայտը, որը որևիցե ձևով ծառը չի ուրեմն կարող ֆորման եւ ձևը ծառի պահել, ինքը հիմա արդեն մեծ ծառ է, ինքը իրան կպահի եւ կուղի իր բունը։ Այստեղ պետք է ուղղակի մշակվի։